Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից եւ դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից, նշված է 88-ամյա Պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս Պապը երկուշաբթի վաղ առավոտյան մահվանից առաջ կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաեւ Հռոմի Պապի հոգեվոր կտակը, որում նախընտրում է իրեն ուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։ Դամբարանը պետք է լինի պարզ առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ Ֆրանցիսկոս ասված է կտակում։ Ֆրանցիսկոս Պապի մարմինը 3 օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել։ Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել են հուղարկավորությանը մասնակցելու մասին։ Հռոմի Պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը, ապրիլի 26-ին։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը։ Հավատարիմ ենք մեր կառուցողական դիրքորոշմանը հասնելու հրադադարի, այնուհետև տևական խաղաղության։ Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողությունների պատճառով է պատերազմը ձգձգվում, նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, Կիևը սպասում է Մոսկվայի պատասխանին եւ պատրաստ է ցանկացած բանակցություններին։ Մարտի դաշտում իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Ալեքսանդր Սիրսկու խոսքով։ Այժմ ինտենսիվ մարտեր են Կուրսկի ուղղությամբ, նաև հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային եւ Սումիին, կան ավերածություններ եւ վիրավորներ։ Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Զապորոժեյում 1 մարդ զոհվել է, վիրավորվել 15, այդ թվում 2 երեխա, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ վերջին ժամերին ռուսաստանյան բանակն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել, նաև Խարկովին հաղորդվում է 4 վիրավորի մասին։ Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակը Դիմիտրի Պեսկովը հավելել է, կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն դեռ ժամանակ է պետք հասկանալու ինչպես կլինի արդյունքը։ Նա անդրադարձել է նաեւ ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը, Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը խոստացել է դրանց մասին մանրամասներ հաղորդել առաջիկա 3 օրվա ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվան եւ Կիևը կարգավորման շուրջ համաձայնության կհասնեն այս շաբաթ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Կողմերն ընդգծել են էներգետիկ պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների եւ այլ առանցքային ուղղություններով գործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։ Վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու ուղղությամբ, նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը եւ պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները։ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել եւ ավելի շատ վստահություն ստեղծել իր նկատմամբ, եթե սահմանված պատժամիջոցները չեղարկվեն, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ Նա նշել է, որ Թեհրանը կաշխատի մեծ թափանցիկություն եւ ավելի շատ վստահություն ստեղծել միջուկային ծրագրի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Հարվարդի համալսարանը դատական հայց է հարուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ մի քանի միլիարդ դոլարի ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Ուսումնական հաստատությունը երկրի ղեկավարությանը մեղադրում է անօրինական եւ հակասահմանադրական արշավ իրականացնելու մեջ իր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար Հարվարդին պատժելու նպատակով։